Ողջույն Front TV հարգելի հետևորդներ, այսօրվային հյուրն է Արդարություն եւ վերադարձ հասարակական կազմակերպության համահիմնադիր Արցախի Կիոկուշի կարատեի ֆեդերացիայի նախագահ Արմեն Պետրոսյանը։ Բարև ձեզ։ Բարև Աննա։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Մայիսի 21-ին լրացավ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի նախագահության ժամկետը եւ այժմ նրան փոխարինում է ազգային ժողովի նախագահը։ Նաեւ հիշեցնենք, որ 6-րդ անգամն է արդեն Սամվել Շահրամանյանին կանչում են հարցաքննության։ Արդյոք ձերբակալման վտանգ կա։ Արցախյան բոլոր կազմակերպությունները, կառույցները դառնում են պետական, հասարակական, թե քաղաքական բնույթի, իրենց գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում վտանգված է, որովհետև մենք տեսել ենք, որ 2020 թվականի այդ խայտարակ պարտությունից հետո ամեն ինչ ուղղված է ոչ միայն Արցախի պետական ինստիտուտների դեմ, այլ նաև ընդհանրապես Արցախի հարցի փակման, վերջնականորեն փակման ուղղությամբ է տարվում պետական քաղաքականությունը եւ պատահական չէ, որ հենց Արցախի նախագահի ինստիտուտը կապ չունի Արցախի նախագահան ով է եւ ազգային ժողովը եւ այլ գտնվում են միշտ քաղաքական իշխող ուժի թիրախավորման տակ։ Եվ ես անձամբ չեմ մասնակցել վերջի հատորություններ կլինի թե քննարկումների, տեղյակ չեմ թե չունեմ ինֆորմացիա թե ինչ է կատարվում հիմա Արցախի ազգային ժողովում եւ նախագահական այդ ինստիտուտի հետ, բայց այն հանգամանքը, որ 6-րդ անգամ արդեն կաշվում է եւ այդ ամենը իշխանական թևը պահում է հենց իր անմիջական վերահսկողության տակ, կարծում եմ նաեւ ամեն տեսակի վտանգ կա, բայց նաև արցախցիները պետքա մունջ չնստեն տեղները, որովհետև այնինչի իմ կազմակերպության անունը վերադարձը, որովհետև վերադարձը իմ համար գերագույն նպատակ է, իսկ վերադարձի նպատակին հասնելու համար առաջի քայլը հենց արցախցիներին Հայաստանում պահելն է եւ ամեն գնով ատամներով Արցախի պետական ինստիտուտներով մահելն է։ Այստեղ հարցը նախագահի անձի հետ չի կապված կամ ազգային ժողովի նախագահն, օրինակ ես երկուսին էլ ճանաչում եմ եւ եղել եմ նաեւ աշխատել եմ Սամվել Շահրամանյանի անմիջապես այդ իր ենթակայության տակ եւ նա մարդկային որակների մասին լավ քաջատեղյակ եմ, ես չեմ կարծում, որ ինքը կարող է այդպիսի բան անել, որը ուղղված լինի Արցախի կամ Արցախի ժողովրդի դեմ։ Բայց այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ կա այդ ճնշում Հայաստանի իշխանությունների կողմից, բայց նաեւ քանի որ մի շարք անգամ հանդիպում են տարբեր միջազգային ներկայացուցիչների հետ նախագահը, դա կլինի դեսպանների կամ այլ ներկայացուցիչների տեսքով, դա խոսում է նաև, որ նույնիսկ միջազգային հանրությունը շահագրգռված չէ նրանով, որ Արցախի հարցը փակվի, որովհետև այն ինչ կատարվել է մեր հետ մեկ բառով կոչվում է անարդարություն, եթե ցեղասպանություն եւ այլ բառը չուզենաք օգտագործել, դա ուղղակի անարդարություն է, որովհետեւ մենք հազարամյակներով ապրել ենք այդ տարածքում, Արցախը եղել է մեծ հայքի 15 նահանգներից 10-րդ նահանգը եւ Արցախը հենց ժամանակին հայկականության պահպանման օրրանն էր եւ այն ինչ կատարվել է արցախցիների հետ դա ցեղասպանություն էր հատուկ հայկական սուբեթնոսի նկատմամբ եւ այսօր արցախցիները կանգնած են նույնիսկ ներքին ասիմիլյացիայի վտանգի տակ։ Պարոն Պետրոսյան, որ ժամանակ առաջ Արցախի ներկայացության դիմաց բողոքի ակցիա են կազմակերպվել հենց արցախցիները Արտուր Օսիպյանի գլխավորությամբ եւ մեղադրում էին Սամվել Շահրամանյանին եւ ինչ որ գումարներ էին պահանջում նրանից, բայց նաեւ խոսենք, որ Հայաստանի իշխանությունը ամեն անգամ պահը բաց չի թողնում, այսպես ասած, որպեսզի ատելության խոսք քարոզի արցախցիների նկատմամբ։ Դա բնական է, եկեք հիշենք, որ 2018 թվականի տեղափոխության լոկոմոտիվը, այսինքն առաջատար ուժը կազմում էին այլ մարդիկ, ովքեր ատում էին Արցախի եւ արցախցիներին։ Եթե հետ հայացք նետենք եւ հասնենք 2008 թվական հայտնի հետընտրական դեպքերի
հետ հետատարական դեպքերի մարտի դեպքերի հետ մենք կտեսնենք թե ինչպես է ներկայիս վարչապետը ասում պետք է մեկ քաղաքը մաքրեն Ղարաբաղցի տականքներից, այսինքն այն որ այդ հեղափոխությունը իր էությամբ հակաարցախյան էր, դրա մասին կասկած չկա։ Խնդիրը ներկայացման մեջ, եթե այն ժամանակ իրենք դա չէին ներկայացնում, ասում էին գիտեք, մեզ ասում են եկել են Արցախի հարցը փակենք, Արցախը հանձնենք, դες բան չկա, Արցախը մերն է, հայկական է, ապա երբ որ եկան իշխանության եւ արդեն իրենց հարմարվեցին իրենց աթոռների վրա, արդեն իրենց իսկական դեմքը ցույց տվեցին, ասելով որ դե գյուղացիան տոկա Ադրբեջանը, մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մի պետության մեջ չեն կարելի լինել երկու պետություն, ինչ Արցախի նախագահ, ինչ Արցախի ազգային ժողովի մասին է խոսում եւ այլն եւ այլն։ Եվ այդ ատելության խոսքը իշխանությունից հասնում միջև դպրոցն է, որտեղ նույնիսկ ուսմասվարը դիտողություն անում արցախցի երեխաներին միջանցքում իրար հետ արցախյան բարբառով խոսելու համար։ Հունիսից արդեն ավարտվում է արցախցիների 40,000 դրամական աջակցությունը եւ արցախցիների բնակարանային ապահովումը դեռ չկա։ Ինչ է լինելու արցախցիների վիճակը եւ ինչ քայլեր պետք է ձեռնարկեն արցախցիները։ Գիտեք, այդ ամենը, այդ բոլոր քայլերը ուղղված է ունի երկու գերագույն նպատակ։ Առաջի եւ ամենից կարևոր գերագույն նպատակը այն իշխանության իշխանությունների արցախցիների սոցիալական դիրքը վատացնելու ուղղությամբ ուղղված է 2026 թվականի ընտրություններին, որովհետեւ իրենք այդ ամենը ինչ կատարվում է ներկայացնում են, որ արցախցիները որպես բեռ են Հայաստանի ժողովրդի ուսերի վրա նստած, եւ եթե այդ սոցիալական աջակցությունները կամ այդ ծրագրերը չլինեն, ապա մնացած ժողովրդի վիճակը բարեկեցություն ավելի լավ կլինի։ Եվ դրանով իրենք պահում են այն ընտրազանգվածը, որոնց օգնությամբ իրենք եկել են իշխանությամբ։ Եվ որպեսզի հակառակ բևեռը քչացնեն, սոցիալական ծանր պայմաններում գտնվող արցախցիների մի մասը ստիպված է լինելու Արցախը Հայաստանը լքի եւ բնականաբար դա նաև թույլատնելու է ընդդիմության լիքերը, որովհետև եթե ընդդիմությունը ավելի շատ առաջ է քաշում ազգային հարցեր, արցախյան հարցեր, ապա այդ հարցը կողը չլինելու դեպքում այդ հարցը դառնում է անիմաստ։ Այսինքն երբ որ չլինի Արցախցի, չի լինելու նաև Արցախի հարց։ Հիմա Արցախի տարածքը հանձնելով Արցախի հարցը չի փակվել, որովհետև Արցախը դա միայն տարածք չի, Արցախը արցախցիներն են։ Հիմա Արցախի տարածքը հանձնել են, բայց Արցախի հարցը չի փակվել, որովհետև կա ժողովուրդը։ Իսկ ինչ կարելի է անել ժողովրդի մի մասը պետք է պայմաններ ստեղծեն, որ ստիպված լինի լքի, մյուս մասը ընդունելով քաղաքացիություն կամ այլ հարցեր, ցրվելով Հայաստանի տարբեր մարզերում եւ քաղաքներում չի լինի կենտրոնացված տնակեցված հատված, որտեղ արցախցիները ունենան ձայն եւ դրանով իսկ արցախցիների ներքին ասիմիլյացիայի միջոցով ընդհանրապես Արցախի հարցը փակ եւ այս ամենը ինչ կատարում է լրիվ պլանավորված կատարում եւ ինձ թվում է այս ամենի հետեւում կանգնած է արտասահմանյան գլոբալիստական դիրիժորներ, որոնց համար ազգային հարցերը գոյություն չունեն, իրենց համար չկա ազգային հարց։ Ես երեք եկա Վրաստանից միջազգային առաջնությունից եւ ես այնտեղ այսօրվա Թբիլիսիում տեսա վաղվա Երևանը եւ սարսափեց, որովհետեւ գրեթե բոլոր խանութները, գրեթե բոլոր ռեստորանները, բոլոր հյուրանոցները պատկանում են Թուրքիայի։ Այսինքն Թուրքիան տնտեսական էքսպանսիայի միջոցով գրավել է Վրաստանը եւ մենք հաստատուն քայլերով գնում ենք վրացական ճանապարհով եւ այնինչ տեսնում ենք մենք այսօր Վրաստանում վազը մեզ համար զարմանալի չի լինելու, որ խանութում մտնենք եւ տեսնենք Թուրքիայի դրոշը, թուրքական ապրանքներ, թուրքական հյուրանոցներ, թուրքական գործարաններ եւ կար ժամանակահատվածում
մենք մեր բնորանում դառնալու ենք փոքրամասնություն։ Պարոն Պետրոսյան, նաև խոսենք սպորտային ձեր մարզական ելումոտի մասին, ձեզ արգելել էին եւ ձեր երեխաներին, որպեսզի մասնակցեք Եվրոպայի առաջնությանը։ Խոսենք սրանից եւ այդ հարցի լուծումը ինչպես նրանք պատասխանեցին, որ չի կարելի, ինչպես արդարացրեցին իրենց չի կարելի։ Ես սպասում եմ, որ դուք շնորհավորեք Վրաստանից մենք բավականին լավ արդյունքում ենք եկել 11 ոսկի մեդալով։ Շնորհավորում եմ ձեզ։ Շատ շնորհակալություն։ Ապրիլին Հունգարիայում պետք է Եվրոպայի առաջնությանը նաև մասնակցեն Արցախից մարզիկներ, բայց քանի որ իրենց անձնագրային կոդը 070 էր, Հունգարիան այստեղ դեսպանատուն չունի եւ Լիտվայի դեսպանատուններ զբաղվում այդ հարցով, իսկ մեր Բալթյան երկրները չգիտես ինչու այս իշխանությունների համահունչ ատելությամբ են լծված արցախցիների նկատմամբ եւ այդ ամենը չստացվեց, հետ տվեցին արցախցիների հաստատել, ասելով որ 070 կոդով մարդիկ իրավունք չունեն մասնակցելու Հունգարիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, բայց կան նաև եվրոպական երկրներ, որոնք մնացած մարզաձևերից հեշտությամբ ընդունել են 070 կոդով եւ հետաքրքիր նրանումն է, որ մեր նախկին աշակերտները, ովքեր բնակվում են Ռուսաստանի Դաշնությունում կամ այլ երկրներում, կամ օրինակ Արտուր Արուշյանը, որ Արգենտինայում է գտնվում, իրենք ոչ մի խնդիր չունեն օտար երկրից իրենց 070 ազնագրով մեկնել մասնակցեն տարբեր այլ երկրներում տարբեր մրցումների եւ սա հիմնավորում այն փաստը, որ խնդիրը ոչ թե օտար երկրյա դեսպանատների կամ պետությունների մոտեցումն է, այլ հենց Հայաստանի իշխանությունն է շահագրգռված, որ այդքան է չլինել։ Որտեղ ես գնացել եմ, բողոքել եմ նաև արտաքին գործերի նախարարությանը, որ սենց բանակատար նաև որպես բողոքի ակցիա իմ աշակերտները լրիվությամբ 28 հոգի կազմով մասնակցել ենք Հայաստանի գավաթի խաղարկությանը 07 համարի տակ որպես բողոքի ակցիա նման վերաբերմունքյանը։ Ուրիշ ունենք, որ Բուլղարիայում կայանալիք մեր առաջնությանը այդ կոդը չի խանգարելու եւ մենք կարողանանք այդ ուղղությամբ աշխատում ենք, ձևակերպված են բոլոր փաստաթղթերը օրինակ անկարգով, որպեսզի մենք կարողանանք մասնակցենք Բուլղարիայում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը եւ միջազգային սեմինարի։ Երբ պիտի կայանա եւ արդեն դիմել եք այս իշխանությանը այդ հարցը։ Չէ, իշխանությունը մենք դիմել ուտեղ խնդիր չկա, մենք դիմել ենք դեսպանատանը, Հայաստանի Գյուղգոշին կարատեի ազգային ֆեդերացիայի կազմում մենք մասնակցել ենք եւ շատերը փորձում են նաեւ կարատեն բերել եւ դարձնել քաղաքական եսիմիջոպան, ոչ կարատեն վեր քաղաքական վեր ազգային ճապոնական ֆիստ ազգային մշակույթը, որ դառել համամատկային արժե։ Ես չեմ թույլատրում, որ մարզականն ու քաղաքականը իրար հետ խառնեն, չի կարելի։ Այնտեղ մարզում են երեխաներ եւ այնտեղ եկող երեխային համար գերագույն նպատակը իրան հարձակողական եւ պաշտպանական հարաբերություններ շողացնելն է, որ հետագայում ինքը կարողանա ֆայլի միջազգային արտադրել։ Մնացածը մի կողմ չի կարելի սպորտը քաղաքականացնել, այսինքն եթե իմ անձի հետ կապված խնդիր կա եւ վրեժ խնդիր լինել երեխայի միջոցով, դա շատ անմարդկային վերաբերմունք է, որովհետեւ ես երբեք սպորտն ու քաղաքականությունը իրար հետ չեմ խառնում եւ դա ընդհանրապես չի կարելի խառնած իրար հետ։ Դա մանուկների եւ պատանիները դա ամենամաքուր մարդիկ են, որ չի կարելի խառնել այդպիսի հարցերում։ Զարմանալի է ընդհանրապես իմ համար նա որ հենց այդ արցախատյացությունը նաև արտահայտվում է երեխաների վրա։ Աստանում եք հիմա ես մի կազմակերպության ղեկավար եմ, որտեղ մեծամասնությունը արցախցիներ են։ Կան նաև երեխաներ, որոնք տեղամնիկ են, բայց ցանկանում են իմ մոտ մարզվել, բայց նրանք երեխաների բուլինգի, բուլինգի են ենթարկում, որ ինչու է գնում արցախցիների մոտ եւ այլն, կամ դիտողություն են անում երեխաներին արցախյան բարբարով խոսելու համար։ Այդպես շատ հարցեր կա, իսկ իմ մարզական ակումբի նպատակներից մեկն է այդ արցախյան բարբարի պահպանումն է, որովհետեւ մենք
մարդիկ կան մշակութային օջախներ, ասում խոսում են, որ բարբառը կա պահպանեցում։ Բարբառը ինքը պահպանելի զորո դիտում ունեցող հաղորդումներով ոչ։ Բարբառի միակ պահպանման օջախը դա այն կազմակերպությունն է, որտեղ ռեալ երեխաները գալի շփվում են արցախյան բարբառով եւ նույնիսկ տեղաբնիկները ներկայացած ցայֆոսի արցախյան բարբառով։ Շատ լավ է, շնորհակալ եմ շատ հետաքրքիր հարցազրույցի համար։ Իսկ ես հիշեցնեմ, որ իմ հյուրն էր Արցախի Կիոկուշի կարատեի ֆեդերացիայի նախագահ Արմեն Պետրոսյանը։ Կհանդիպենք։